Այդով է։ Անահիտ։ Շատ հաճելի։ Եթե Տոման չի հիվանդանում, ուրեմն ինչ որ մի բան այն չի, լավ չի լինի։ Եթե Տոման հիվանդանում է, ուրեմն շո գիտենք, որ ներկայացումը լավ է գնալու, լավ անցնելու։ Այդպիսի ավանդույթ կա չգրված իմ ու իրա միջև։ Իմ ու իրա ներկայացումների Միջև։ Ես չէ, ես տենց պետք է կռիվ անեմ որ նոր։ Էն էլ ոնց որ էլի հակադրությունը տենց ստեղծվում է, ինքն է հաղթում, չենք կռվում։ Որտեվ տենց Թելմանը ինչ ասում է անում է դրա համար։ Ինձով է հարցնում։ Ինձ սցենար են ուղարկում, ասում են, բան, վաղը չեմ իսօր ժամը 4-ին փորձի։ Եկա։ Այդ տենց։ Սանտավիկդ մոռացել ես ոտքիդ վրա, տենց դուրս ես գալիս, բեմ էլ չգիտեմ, որ դա հատուկ է արվում։ Այս տապочկաներ երևում էին։ Չէ։ Նկարում։ Պետք է ես տենց եմ հանգստանում, ես տենց եմ տրամադրվում։ Եկեք դիտեք։ Վայ։ Գաղափարը շուտվանից կար, որ արվեստի գործերը ոնց են նայում մեր այսօրվա առօրյային, ինչա կատարվում ու վերցրեցինք ամենահայտնին թերևս այդ կերպարներից Մոնա Լիզայի կերպարը ու սկսեցինք ներկայացումը կառուցել, որ Մոնա Լիզան պատմում է ամեն ինչը, իրան բերել են Փարիզից, ֆրանկոֆոնիայի շրջանակներում ու Մոնա Լիզան պատմում է, թե Հայաստանում ինչ դեպքի ականատես եղել հանդիսատեսին, այսպես ասած, on-line ռեժիմով, հա։ Վաու։ Ու փորձել ենք հետաքրքրացնել, այսպես գիծ անցկացնել, թե ոնց ա եղել Մոնա Լիզայի ժամանակ այդ ամեն ինչը, հիմա ինչա կատարվում սերը, դավաճանությունը, բաժանումը եւ այլն եւ այլն։ Այսինքն արվեստի գործը ներկայացնում է առօրյան այնպես ինչպեսին որ կա։ Տոմայի հետ արդեն երևի 4-րդ կամ 5-րդ պրոյեկտն է, որ աշխատում ենք, որոնցից 3-ը եղել է թատրոնում ու նախ իրար հետ շատ արդեն հանգիստ ենք, այս բառից իրար հասկանում ենք, իսկ կոմերցիոն թատրոնի ժամանակ շատ կարևոր է, որ դերասանը նաև վատ բառ եմ ասում, բայց հենց այդ բառը պետք է օգտագործեմ, որ դերասանը հարմար լինի ռեժիսորին, այսինքն կես խոսքից իրար պետք է հասկանան, որովհետև կա արագություն, այսինքն մենք ժամանակ չունենք 5-6 ամիս փորձեր անելու, հետո նոր խաղալու, մենք այդ ժամանակ չունենք։ Տոմային դրա համար նույնիսկ չենք էլ քննարկել, որտեղ ինչ որ բան որ գրվում է, առաջինը Տոման է միանգամից մտքովս անցնում։ Զարայի հետ նույնպես աշխատել ենք, իր երեկոն պրոյեկտում էինք աշխատում ու շատ մեծ ցանկություն կար նաև թատրոնում աշխատելու ու որոշեցինք, որ իդեալական կերպարա, որ Զառան կարող է մարմնավորել ու հենց այդպես էլ ի ուրախություն մեզ ստացվեց։ Ձեզ ոնց ընտրեցիք։ Դուք եք չէ խաղում։ Հա, ինձ իրականում մի հատ բան ասեմ, սկզբում շատ մեծ խոսակցություններ կար, այսպես ասած պրոդյուսերի հետ, ես խաղամ, ես չխաղամ, որովհետև մի քիչ դժվար է համ բեմադրել, համ խաղալը, բայց հետո տարբերակը գտանք իմ տեղ ուղղակի ուրիշ մարդ։ Փորձերի ժամանակ խաղաց, ես հետո ներմուծվեցի ներկայացնել։ Իսկ նվարդը Մոնա Լիզայում ուղղակի ոնց ասեմ, նվարդի ժպիտը մեզ բերելա որ հենց Մոնա Լիզան ինքը պետք է լինի։ Ո շատ լավն է։ Հումոր անել, որը կծիծաղեցնի 311 հոգու, այդ շատ բարդ նիշա է հա դրված, որ պետք է հաղթահարես։ Փորձում ենք բոլորս հումորի մեջ ենք արդեն մոտավորապես 10 տարի է, թե Տոման, թե Զառան, թե ես, թե Նվարդը, չնայած Նվարդը երևի թե մեջներցս ամենադրամատիկն է։ Բայց փորձում ենք ամեն կերպ փորձում ենք այնպեսի հումոր անենք, այնպես անենք եւ նաեւ մակարդակով հումոր ներկայացնենք, որ մեր հանդիսատեսը դժգոհ չգնա։ Ինչ հետաքրքիր դեպքեր են եղել ներկայացումների ընթացքում։ Ինչ հետաքրքիր դեպքեր, ուրեմն ասացի, որ Տոմայի հետ արդեն մոտ 5 պրոյեկտ աշխատում ենք։ Տոման միշտ պրեմիերայից 15 օր առաջ շատ ծանր հիվանդանում է։ Շատ ծանր, որ ասում եմ շատ ծանր, մոտավորապես մի շաբաթվա 10 օրվա մասին է խոսքը։ Ու հիմա դա ոնց որ դարձել է մեր հաջողության գրավականը։ Եթե Տոման չի հիվանդանում, ուրեմն ինչ որ մի բան այն չի, լավ չի լինելու։ Եթե Տոման հիվանդանում է, ուրեմն շո գիտենք, որ ներկայացումը լավ է գնալու, լավ է անցնելու։ Կասեք, ինչու համաձայնվեցիք այս ներկայացման մեջ խաղալ, ինչը ձեզ գրավեց։ Որտեվ ընտրություն չկար։ Ճար չունեի։ Որտեվ տենց Թելմանը ինչ ասում է անում եմ դրա համար։ Ինձով է հարցնում։ Ինձ սցենար են ուղարկում, ասում են, բան, վաղը չեմ իսօր ժամը 4-ին փորձի։ Եկա։ Այդ տենց։
Բայց կա ինչ-որ բան, որ հավանում եք, թե չէ, հենց ստիպված եք Թելմանին եմ շատ հավանում, շատ։ Մեր ընտիր անձնավորություն, մեր հրաշալի սցենարիստ, մեր հրաշալի ընկեր, դրա համար այդպես դրա համար եմ ասում, ով էր ինձ հարցնում։ Այլ կերպ չէր կարող լինել, դրա համար համաձայնվեցի։ Ինչի մասին է ներկայացումը, ձեզ ինչն է դուր գալիս ներկայացման մեջ, հետաքրքիր է։ Ասեմ ինչն է դուրս գալիս, որ ինքը տենց մի քիչ ավելի կին կա մեջը, քան տղամարդ, հա։ Ավելի կանանց հարաբերություններ են, ավելի կանացի սոլիդարություն կա մեջը։ Հա, այդ ամեն ինչը շատ գրավիչ է, մանավանդ մեր հայ իրականության մեջ, որտեղ ավելի դոմինանտ է լինում տղամարդը, ոչ միայն առօրյայում էլի, եթե ուշադիր լինեք, նույնիսկ բաներում, ներկայացումներում կամ ինչ-որ այլ նմանատիպ վայրերում, էլի տենց почему-то ավելի շատ տղամարդու շուրջ է ամեն ինչ պատտվում։ Այստեղ էլ է в принципе այդպես, բայց թվում է թե այդպես է, էլի իրականում կանայք են։ Ինձ ասացին, որ ներկայացման մեջ Մոնա Լիզայի դեմքով նկարը, հա, հետևում է, թե ինչ է կատարվում մեր օրերում։ Մի քիչ կպատմեք ինչ էր կատարվում։ Մեր օրերում այնքան բան է կատարվում, այնքան կայծակնային արագությամբ կատարվում այդ ամեն ինչը, որ նույնիսկ մենք չենք հասցնում հետևել այդ ամեն ինչին։ Ուր մնաց այդ խեղճ կինը, որ պատից կախված է, իր համար вообще հասկանում եք, այն դարաշրջանում, երբ տենց ամեն ինչ շատ հանգիստ էր, տենց այսքան ինֆորմացիայի հոսք չկար, բոլորը իրար էին լսում, դու մարդուց էիր իմանում ամեն ինչ, մարդներ քեզ նամակ բերում եւ ոչ թե համակարգիչը իր համար вообще շատ բարդ է այս ամեն ինչը լսել եմ թվում։ Ինչը կհետաքրքրի հանդիսատեսին, ինչու պետք է գալու նայել այս ներկայացումը։ Սցենարը, որտեղ անսպասելի ընթացքը, չեմ ուզում սպոյլ անեմ, միանշանակ դերասանական խաղը հիմա ես չի որ նստածին գովքն եմ անում ոչ, որովհետև ես ունեմ հրաշալի զուգընկերներ Զարա Սահակյանի եւ Թելման Արաքելյանի գլխավորությամբ եւ Նվարդի Դուդուկչյան, ուղղակի այտենց Նվարդը հետևում է էլի ավելի ամեն ինչին։ Չգիտեմ, ինքը սոչն է, կրասեչն է, հետո լավ տրամադրություն է հաղորդում, որ մեզ միանշանակ շատ պետք է գալ ծիծաղել, ինչ որ տեսակի թերապիա է էլի ծիծաղը։ Կպատմեք ինձ ձեր ներկայացման մասին, ինչով է այն ձեզ գրավել։ Չեմ պատվի, եկեք դիտեք։ Իսկ ավելի լուրջ, այո, շատ հետաքրքիր կերպար ունեմ, ով մի քանի շերտ ունի իր ներսում, որը հետո բացահայտվում է։ Սկզբում շատ sense ակտիվ լաչարքին է, հետո բացատրվում է ինչու է լաչարացել այդ կինը։ Իսկ ներկայացումը ընդհանուր առմամբ պետք է գալ դիտել, որովհետև մերօրյա խնդիրներ է արծարծվում այս ներկայացման մեջ, իսկ սերը միշտ հարատև է, սիրո մասին անverջ կարելի է խոսել տարբեր ինտերպրետացիաներով։ Մոնա Լիզա, անպայման եկեք, դիտեք, ես վստահ եմ, որ շատ շատերը հավանել են արդեն, իսկ շատ շատերն էլ պետք է դիտեն նոր իրենց կարծիքը ասեն։ Կասեք, ինչ հետաքրքիր դեպքեր են եղել փորձերի կամ ներկայացումների ժամանակ, որ շատ ծիծաղելու են եղել ու միջև հիմա հիշում եք։ Քանի որ ինքը ներկայացում արդեն սիտուացիոնի շատ ծիծաղելի է, փորձերն էլ ինքնին շատ թեթև ու դինամիկ են անցել, շատ կարճ ժամանակ են ունեցել փորձերի համար ու միանգամից բեմ ենք բարձրացել։ Անընդհատ Թելմանը ռեժիսորը անհանգստանում էր, որ ես Սանտավիկները հասցնեմ կպցնեմ։ Ու մեկ-մեկ ինձ գալիս էին ասում, ես Սանտավիկս մոռացել ես ոտքիդ վրա, տենց դուրս ես գալիս բեմ, էլ չգիտեին, որ դա հատուկ է արվում։ Մի խոսքով ինքը անընդհատ իմ համար անհանգստանում է, անընդհատ ասում է Սանտավիկը հասցրեցիր, ես մեկը հասցրեցիր, պայուսակը հասցրեցիր։ Մի քանի անգամ եղել է Տոմայի պայուսակն եմ վերցրել, ասես բեմից 5 պակաս նոր ուղղել ենք։ Ամեն անգամ նոր իմպրովիզներ ենք անում, ինչը ավելի է հետաքրքրացնում ու արդեն որպես պարտներները շատ ավելի համով դարձնում մեր ընդհանուր վիճակը։ Ասացին, որ Մոնա Լիզայի կերպարը հետևում է, թե ինչ է լինում մեր օրերում, չէ։ Ինձ հետաքրքիր է ինչ զգացմունքներ է ապրում Մոնա Լիզան, ինձ թվում է ապշում է Մոնա Լիզան, այո, ունենալով բազմաթիվ պատմությունների օրինակներ, ամեն դեպքում այս հայկական պատմության
ինտերպրետացիայի վրա բավականին ապշում է ու վերջում մի գենիալի ֆրազա է ասում, որը չեմ կրկնի, եկեք դիտեք։ Վայ։ Գրավեց այն փաստը, որ խաղալու ես Մոնա Լիզայի կերպարը, իսկ դա արդեն ինքնին դերասանի համար շատ հետաքրքիր է, որովհետև խաղալ ինչ որ կերպար, որը որ ծանոթ է, այդ ուրիշ է, եւ խաղալ ինչ որ կերպար, որը որ նկար է ու ունի հնարավորություն ինչ ասես պատմելու, այդ լրիվ ուրիշ հետաքրքրություն է, մի խոսքով։ Ճիշտ է, ես ընդհանրապես Մոնա Լիզան չեմ, հայկական պատենտ տարբերակն եմ, բայց Մոնա Լիզայից սիրուն եք հաստատ։ Կասեք, ինչ հետաքրքիր դեպքեր են եղել առհասարակ ներկայացման ընթացքում, ինչ հավես տուրը դմփոցներ։ հետաքրքիր դեպքեր ոչ ծիծաղաշարժ, որովհետև ոնց որ սկզբում նշեցի, ես դրամատիկ կերպար եմ, իմ կյանքում ծիծաղաշարժը մենակ հենց այդ է, որ ես հայտնվել եմ շատ հումորով մարդկանց մեջ, շատ դրամատիկ կերպարով ու այդ արդեն ծիծաղալու է, էլի, այդ հակադրությունը, բայց հետաքրքիր դեպքեր, որ արդեն երկրորդ ներկայացումն է, որ մենք խաղում ենք ու ընթացքում դերասանները հիվանդանում են։ Ու այդ արդեն դարձել է բան էլի մեր համար այն ոնց որ ավանդույթ, եթե չլինի, ուրեմն հաստատ մի բան այն չի գնում էլի։ Թելմանի հետ աշխատելը թատրոնում ու տանը առհասարակ ոնց է տարբեր է։ Տանը, հա, որովհետև տանը կռիվները ավելի շատ են լինում։ Իսկ թատրոնում ավելի չէ, որովհետև դե այդ աշխատանքային process-ի մեջ ինքը չի սիրում ընդհանրապես կռվել, իսկ ես հակառակը սիրում եմ կռվել, հա, դրա համար բան է, ինքը միշտ այդ հանգիստ բանով է բերում հասցնում, ես չէ, ինձ պետք է կռիվ անեմ որ այն էլ ոնց որ էլի հակադրությունը տենց ստեղծվում է, ինքն է հաղթում, չենք կռվում։ Համաձայնվում եք։ Ապրում։ Կատակերգությունը առհասարակ շատ դժվար է բեմադրել։ Ինձ կասեք, այստեղ ինչ դժվարությունների եք հանդիպել դուք։ Շատ դժվար է։ Ինձ ավելի հեշտ է դրամա խաղալը, հա, բայց ես հասկանում եմ, որ ամենադժվար ժանրը այդ կատակերգությունն է։ Ու ինձ թվում է, որ ես չգիտեմ մի քանի տարի հետո էլի sense կմտածեմ թե չէ, բայց այս պահին ես մտածում եմ, որ դերասանի համար ամենադժվար բանը այդ կատակերգություն խաղալն է, ամենադժվար։ Լուրջ, որովհետև ավելի դժվար է մարդուն երջանկություն պարգևել, քան իր ցավոտ բաների մասին հիշեցնել։ Հանդիսատեսը սեր կստանա, այդ երևի այն շատ կարևոր բառն է, որ ներկայացման ընթացքում լինում է, ու հանդիսատեսը կստանա այն, որ մենք հիմա շատ ենք կենտրոնանում շատ հարցերի վրա, որոնք որ իրանք միշտ եղել են մարդկության հետ, էլի, միշտ, ու այդ ոչ մի բան փոխելու սահմանին, ոնց որ մարդիկ պետք է հասկանան ինչը կկարողանան պահեն։ Այսինքն նույն Մոնա Լիզան չեմ ուզում շատ բացեմ ճակերտները, բայց ինքը այդքան ժամանակվանից եկել է։ Այսինքն ինքը այնքան բան է տեսել, բայց մարդկությունը երբեք չի փոխվում։ Ինքը մնում է նույնը։ Որտեղ պետք է այդ նույնության մեջ դու կարողանաս ինչ որ ինչ որը սերն է։ Սերը բռնես, պահես, սիրես, մի խոսքով։